Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին Մայք Կուլինարի վարժան սխոհարարական ալիքն է եւ այսօր մեր թեման կրկին վարունգի թթվի աղաջրի պղտորումն է, պատճառներն ու հետևանքները։ Նախորդ տեսահոլովակս վերաբերում էր միայն աղաջրով պատրաստած վարունգի թթվի աղաջրի պղտորմանը, պատճառներին ու հետևանքներին։ Քանի որ հարց էր առաջադրվել այդ թեմայով տեսահոլովակ նկարահանեցի։ Այսօրվա այս տեսահոլովակում կխոսենք էսենցիայով, նշում եմ էսենցիայով պատրաստած վարունգի թթվի աղաջրի պղտորման պատճառների ու հետագա գործողությունների մասին։ Եթե էսենցիայով պատրաստած վարունգի թթվի աղաջուրը պղտորվել է, դա արդեն բնական խմորման արդյունք չէ։ Էսենցիա պարունակող մարինադը սովորաբար չպետք է պղտորվի, ուստի պատճառներն ու գործողությունները մի փոքր այլ են։ Հնարավոր պատճառներն են. Առաջին պատճառ՝ մարինադը վատ է ստերիլացվել։ Երկրորդ պատճառ՝ չլվացված, չստերիլացված բանկաների կամ կափարիչների պատճառով ավելանում են մանրէները, որոնք մարինադին տալիս են պղտոր տեսք։ Ինչ անել։ Դեն նետել, եթե կա տհաճ հոտ։ Սա սովորաբար նշանակում է, որ թթուն սկսում է փչանալ։ Երրորդ պատճառ՝ աղի քիչ քանակը։ Թույլ աղը թույլ չի տալիս պահպանվել, նույնիսկ եթե կա էսենցիա։ Ինչ անել։ Եթե թթուն նոր է պատրաստվել, կարելի է բացել բանկան, եռացնել, նոր մարինադ պատրաստել, նորից լցնել եւ փակել։ Եթե թթուն վաղուց է պատրաստված, անպայման թափել, վերամշակել չի կարելի։ Չորրորդ պատճառ՝ վարունգի բնական հյութի դուրս գալը։ Երբեմն վարունգը մեծ քանակությամբ հյութ է արձակում, որը կարող է մարինադը քիչ պղտոր դարձնել։ Սա վնասակարար չէ, եթե հոտը նորմալ է, եթե բորբոջ չկա, եթե վարունգները պինդ են։ Հինգերորդ պատճառ՝ էսենցիայի քիչ քանակը։ Եթե էսենցիան քիչ է եղել, մարինադը չի պահպանվի։ Ինչ անել։ Եթե բանկան նոր է բացվել ու տարօրինակ հոտ չկա, կարող եք նոր մարինադ պատրաստել եւ վերալցնել։ Եթե հոտը կամ համը մի փոքր էլ փոփոխված է, անպայման թափել, չօգտագործել։ Երբ է վտանգավոր եւ պետք է դեն նետել թթուն։ Եթե պղտորություն ունի մքացած կամ երկաթի նման գույն, եթե հոտն անհասկանալի է կամ դառը, եթե վերին մասում կա սպիտակ կամ մեմբրանանման շերտ, եթե վարունգները փափկել են կամ պղտոր լորձանման շերտ ունեն, այս դեպքերում անվտանգ չէ վերամշակել կամ օգտագործել, անհապաղ պետք է թափել։ Երբ է հնարավոր փրկել։ Եթե պղտորությունը թեթև է, եթե քացախի հոտը պահպանված է, եթե վարունգները պինդ են, եթե բորբոս կամ լորձ չկա, այս դեպքերում կարող եք բացել բանկան, տեղափոխել վարունգները մաքուր տարայի մեջ, պատրաստել նոր մարինադ, ջուր, աղ, շաքար, էսենցիա, եռացնել, լցնել, փակել ստերիլացված կափարիչով եւ այսքանով վերջ։ Փրկում ենք մեր մարինադը։ Նորից հիշեցնեմ, որ սա վերաբերում էր էսենցիայով մեր մարինադին, մեր վարունգի թթվին։ Իսկ նախորդ տեսահոլովակում միայն աղաջրով պատրաստած։ Խնդրում եմ ուշադիր կարդացեք, որպեսզի թյուրիմացություն չլինի։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն, կհանդիպենք։